Սիրելի հետևորդներ, եկել եմ այսօր ձեզ համար պոմիդորի ջերմոց, խոսելու մի քանի կարևոր խնդիրների մասին, խոսելու ենք պոմիդորի նեխման մասին, պոմիդորի փտախտի մասին, խոսելու ենք ինչից են դրանք առաջանում, ինչպես դրանք կարողանանք կանխարգելել։ Ուրեմն այս ջերմատունը արդեն ձեզ բոլորիդ ծանոթ է, այս ջերմատանը բավականին երկար ժամանակ է արդեն տեսանյութեր եմ նկարում ձեզ համար։ Այսօր ուզում եմ ձեզ ցույց տալ այն կարևոր խնդիրները, որոնք առաջանում են պոմիդորի հետ այն ժամանակ, երբ որ օդը խոնավ է կամ անձրևային եղանակ է եւ անձրևային եղանակի օրը մարդիկ սրսկումներ են կատարում, չգիտեմ, երևի ժամանակը չի հերիքում մարդկանց եւ այդ օրն է նպատակահարմար գտնում կամ միայն այդ օրն է ժամանակ ունենում եւ միևնույն ժամանակ նույն օրը նաեւ ջրում են ու վերևի հատվածները տերմոսներով փակված է լինում։ Դրա արդյունքում ուրեմն տեսեք ինչ է առաջանում։ Դրա արդյունքում առաջանում են պոմիդորի փտախտ ասվածը, ահա, այստեղ կարող եք տեսնել, տեսեք, որ փտախտ է սկսվել այստեղ, սա դրա հիանալի աղբյուր է, երբ որ պոմիդորը արդեն խոնավ է եւ խոնավ միջավայրում այսպիսի իրավիճակ է ստեղծվում։ Սա առաջանում է նաև հիմնականում այն ժամանակ, երբ որ պոմիդորի լրացուցիչ շվերը, այսպես ասած բեչաները այս հատվածից չի կտրվում, ներքևի հատվածից չի կտրվում եւ այստեղ ցողուն է մնում, ցողուն էլ հիանալի միջավայր է ստեղծում, որպեսզի պոմիդորը սկսի այդ հատվածից փտման process-ը։ Բացի այս փտման process-ից կա նաև հիշեք, սիրելի հետևորդներ, որ չգիտեմ հիմա ինչպես են սա վերացնում, ասում են, որ կան դեղամիջոցներ, որպեսզի այս փտախտը կարողանան վերացնել, այսպես ֆոկուսը լավ չի պահում։ Փտախտը ասում են, որ կա միջոցներ, որ կարող են լավ վերացնել, բայց ես հիշում եմ, որ մեր ժամանակ մոտավորապես սրանից 10 տարի առաջ այս փտախտը վերացնում էինք ուղղակի կտրելով եւ փտած հատվածին հող քսելով։ Այս հատվածից կտրում էինք, ահա տեսեք, այստեղ էլ կան այն խնդիրը։ Այս հատվածից կտրում էինք եւ այս հատվածից արդեն սկսում էինք միայն չոր հող քսել եւ դրանով չոր հողով փորձում էինք կանխել։ Հիմա կան արդեն պրեպարատներ, որոնք կանխարգելում են փտախտը։ Բայց նշեմ, որ բացի դրանից ջերմատունը ունի նաեւ մեկ այլ խնդիր, նեխում են նաեւ պոմիդորները, այստեղ գետնի վրա մի քանիսին կարող եք տեսնել, սա նույնպես օդի խոնավ լինելու եւ թաց եղանակին, խոնավ եղանակին սրսկելու արդյունքն է։ Հիմա փորձեմ նաեւ պտուղների վրա գտնել, մի քանիսը պոկել ենք իհարկե, բայց շարքերով անցնելուց դեռ երևում են։ Ահա ձեզ ցույց տամ։ Տեսեք, սիրելի հետևորդներ, այսպես փտած պոմիդորներ են մեզ մոտ։ Սա նույնպես խոնավ եղանակին տերմոսները չբացելու արդյունք է։ Սրա դեմ կան իհարկե պրեպարատներ, որոնք սրսկում են, բայց շատ կարևոր է, ավելի լավ է կանխարգելել, քան թե հիվանդությունը բուժել։ Անպայման պետք է բացել ջերմատան օդերը, որպեսզի նման խնդիրներ չունենաք։ Այստեղ արդեն փտել է եւ պոկվել են, նեխ է սկսվել եւ պոկվել են։ Տեսեք, նեխը կանգնել է, պոմիդորը կտրելուց հետո նեխը կանգնել է, բայց մի մոռացեք այս հատվածն էլ անպայման կտրեք, որովհետև այստեղից էլ նույն տերևից, ինչպես որ փտում է ստեղծվում, նույնը այստեղից կարող է շարունակվել եւ այստեղից կարող է ամբողջ պոմիդորի ճութը, այսպես ասած, փտել եւ արդեն կարող է նեխել։ Պոմիդորների անկում կունենաք։ Սրանք կարևոր բաներ են, որ պետք է իմանաք խոնավ եղանակին շատ կարևոր է ջերմատունը մաքսիմում չոր պահել, մաքսիմում օդը իհարկե չոր պահել, եթե ջրելու անհրաժեշտություն կա, ջրեք միայն այն օրերին, որ կարողանա օդի միջից խոնավությունը դուրս գալ։ Այսքանը այս տեսանյութով ցանկացա ձեզ հետ կիսվել, տեսանյութ կնկարեմ նաև պոմիդորի չփոշոտման հետ կապված,
իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք պոմիդորի մշակման հետ կապված հաջորդ տեսանյութերը։ Ձեր բաժանորդագրությունները ինձ օգնում են ավելի մեծ եռանդով նոր տեսանյութեր նկարելու ձեզ համար։ Այսքանը, դե ինչ, լավ մնացեք, կհանդիպենք։